Բաքվի լրատվամիջոցները տեղեկացնում են, թե Բաքվում բացվել է, մեջբերում եմ, Երևանի ադրբեջանական պետական դրամատիկական թատրոնը։ Թեման շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, ինչ թատրոնի մասն է խոսքը, առհասարակ այս ամենը ինչ է նշանակում։ Նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ կառուցվել է նոր շենք այդ թատրոն կոչված երևույթի համար եւ այդ բացման արարողության ժամանակ Ադրբեջանի մշակույթի նախարարը Արևմտյան Ադրբեջանի համայնք կոչվող կազմակերպության նախագահը ելույթներում ընդգծել են, որ սա հերթական քայլն է Արևմտյան Ադրբեջան վերադառնալու հայեցակարգը իրականություն դարձնելու ուղղությամբ։ Նրանք հավաստիացնում էին, որ Երևանի ադրբեջանական դրամատիկական թատրոնը մի օր կվերադառնա այնտեղ, որտեղ այն հիմնադրվել է, ակնարկելով հավանաբար Երևանը։ Իրականում այդ թատերախումբը որևէ իրական կապ չունի Երևանի հետ։ Նրանք պնդում են, թե իբր այն իրավաժառանգորդն է այն դրամատիկական թատրոնի, որը ժամանակին գործել է Երևանում, այդ Ջաբար Ջաբարլի անվան թատրոն կար Երևանում, եթե հիշես, իրականում որևէ հիմք չկա պնդելու, որ այս երկու թատերախմբերը ինչ-որ կապ ունեն իրար հետ։ Ավելին, Ադրբեջանում պնդում են, թե իբր ադրբեջանական թատրոնը Երևանում ստեղծվել է, հիմնադրվել է 143 տարի առաջ։ Իսկ իրականությունը այն է, որ այդ թատրոնը ստեղծվել է ոչ թե 1882 թվականին, ինչպես իրենք են պնդում, այլ 1928 թվականին խորհրդային Հայաստանի իշխանությունների հատուկ որոշմամբ։ Եվ իջեպ նշեմ, որ հայկական առաջի թատերախումբը Բաքվում հիմնադրվել է դեռևս 1870 թվականի փետրվարին Պետրոս Արսլանյանի կողմից, իսկ անցած դարի սկզբին Բաքվում գործում էր անգամ հայկական օպերային թատերախումբ, որը ստեղծել էր Արմենակ Ամիրաղյանը։ Ու եթե խորհրդային Հայաստանի իշխանությունները Երևանում ստեղծում էին ադրբեջանական թատրոն, ապա խորհրդային Ադրբեջանի իշխանությունները փակում էին Բաքվում գործած հայկական թատրոնը։ Այն դադարեց իր գոյություն ունենալ 49 թվականին, մինչդեռ Երևանում ադրբեջանական թատրոնը գործում էր մինչև 89 թվականը, որից հետո պարզապես հանդիսատես չունենալու հետևանքով այն փակվել էր։ Դե Ադրբեջանում իհարկե չեն հիշում այն ահռելի մեծ ներդրման մասին, որը հայերը ունեցել են Ադրբեջանում թատերական արվեստի զարգացման գործում։ Ու բավական է հիշել, որ օպերային թատրոնը հիմնադրել էին Մայիլյան եղբայրները, իսկ այդ օպերային շքեղ շենքը կառուցել էր հայտնի հայ ճարտարապետ Նիկողայոս Բայևը։ Ինչքան հասկանում եմ, սա Ալիևի այդ մեծ արշավի մի փոքր մասն է։ Այդպես էլ կա, միայն 25 թվականի ընթացքում, որը դեռևս չի էլ ավարտվել, Ադրբեջանում պետության կողմից ֆինանսավորվել է 51 նախագիծ, որը ուղղակի կապ է ունեցել այդ Արևմտյան Ադրբեջանի առասպելի հետ։ Ալիևը հանձնարարել է այդ առասպելը տարածել բոլոր հնարավոր ասպարեզներում, լինի դա սպորտ, մշակույթ, գիտություն, կրոն, անգամ խոհանոց։ Վերջերս Բաքվում հրատարակվել է մի գիրք, որը կոչվում է Երևանի Ադրբեջանի խոհանոց։ Նաև վերջերս Արևմտյան Ադրբեջանի համայնք կոչվող կազմակերպությունը հիմնադրել է իր ֆուտբոլային ակումբը, որը ինչպես իրենք են պնդում, ուշ-թե-շուտ պետք է վերադառնա եւ խաղա Հայաստանի ֆուտբոլային լիգայում։ Վերջերս Թուրքիայից Ադրբեջան էր հրավիրվել Թուրքիայի քաղաքացի Ոմն Ամիր Ալի Սարդարին, որին Բաքվում ներկայացրել էին որպես Երևանի խանի ժառանգ եւ Բաքվում սոցցանցերում կոչեր էին հնչում թագադրել նրան եւ վերադարձնել Երևան, ինչպես իրենք են ասում։ Ինքը այդ անձնավորությունը պնդում է, թե իբր Երևանից բազմաթիվ հայերից հրավերներ է ստանում Երևան վերադառնալու։ Անցած տարվա այս տարվա մայիսին Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալախշուքյուր Փաշազադեն հայտարարել է, որ հիմնադրում է Երևանի Ղազիաթ։ Այդ պաշտոնում նշանակել է իր տեղակալ Բախտիար Ջաֆարովին, ով ժամանակին հայտնի էր դարձել դրանով, որ հայերի մասին գիրք էր գրել, որը շատ դիպուկ անվանում ունի։ Գիրքը կոչվում էր Թշնամու դեմքը։ Եվ մեկ ամիս առաջ այդ Ջաֆարովը հայտարարել է, մեջբերում եմ նրա խոսքերը, Երևանի Ղազիաթը հաջողությամբ իրականացնում է իր աշխատանքը, քայլեր են ձեռնարկվում,
Արևմտյան Ադրբեջանում կրոնական կենտրոններ հիմնադրելու ուղղությամբ։ Հավանաբար հենց այդ մարդիկ էին վերջերս ապատեղեկատվություն տարածում այն մասին, թե իբր Հայաստանի կառավարությունը Թուրքիայի իշխանություններին խոստում է տվել Հայաստանում 10 մզկիթ բացելու վերաբերյալ։ Այսպիսով այս ամենը, այս ֆարսը, որը Բաքվում տեղի ունեցավ այդ թատրոնը բացելու հետ կապված, իսկապես արժի դիտարկել Ալիևի կողմից հռչակած արևմտյան Ադրբեջան, ադրբեջանցիների վերադարձի այդ ռազմավարության ընդհանուր համատեքստում, որը որևէ կերպ չի կարող տեղավորվել այդ խաղաղ օրակարգի հետ, որը իբրև թե իրականացնում են Ադրբեջանի իշխանությունները։ Շնորհակալություն, Արտյոմ։